Մշոխր։ Պարը առաջին անգամ գիտականորեն ուսումնասիրել է Սրփուհի Լիսիցյանը, այն եզակի պարերից է, որը մեզ է հասել դեռ շատ վաղ ժամանակներից, սակայն պարվում է մինչ օրս կենցաղում, հիմնականում մշեցիների և սասունցիների կողմից։ Հայաստանում տարածված է հիմնականում Արմավիրի մարզի և Արագածոտնի մարզի տարբեր գյուղերում, իսկ ամենահայտնի ամենատարածված տարբերակը, որ այժմ բոլորը կատարում են, դա մեզ է հասել Տարոն աշխարհից։ Խր բառը տարբեր բանասացներ տարբեր ձևով են մեկնաբանում։ Ըստ առաջինի, խր նշանակում է կարմրավուն նշաններով մոխրագույն ձի, ըստ երկրորդի գոտե մարդ, հրմշտոց, խոյահարում կամ պոզահարում, ըստ երրորդի սմբակների դոփյուն կամ թռչկոտում, իսկ ըստ չորրորդի ազատ բաց տարածություն կամ դաշտ։ Ելնելով այս բացատրություններից ենթադրում ենք, որ պարը ոչ միայն հնագույն ժամանակներից մեզ հասած պարաձևի վերապրուկ է, այլ նաև իր սկզբնական վիճակում եղել է պաշտամունքային ծեսի մի մաս, նմանակելով ձիերի կամ այծերի շարժուձևը, վարգը կամ վազքը։ Այս պարը նմանություններ ունի քոչարի պարատեսակի հետ և շատ հաճախ անվանվում է Սասնա Քոչարի։ Բացի նրանից, որ երկու պարերն էլ կենդանիների պաշտամունքին նվիրված պարեր են, նման են նաև այս երկու պարատեսակների մեղեդիները և հիմնական շարժումների հաշիվները։